Մանկական ծիծաղ, ժպիտ, ծաղիկներ դպրոցական կյանքի առաջին օր։ Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ տեսարանների համար սակայն ծնողները նախապատրաստվում են բավական երկար։ Այդ է վկայում տոնավաճառներում եւ խանութներում առկա եռուզեռը։ Մայրաքաղաքի փողոցներից զգացում են նոր ուսումնական տարվա շունչը։ Ամենուր վաճառվում են գրենական տարբեր պիտույքներ ըստ ճաշակի։ Տարբեր մեքենաների, արտասահմանյան երգիչ դերասանների, ինչ չէ նաև հայ-հայտնի մարդկանց նկարներով տետրեր։ Դպրոցական հագուստը եւս բացառություն չէ։ Մոտավորապես արդեն 20 օր է, նորմալ գնումները կատարվում են։ Փորձեցինք պարզել, թե ինչ արժե սեպտեմբեր 1-յան նախապատրաստությունները ծնողների համար։ Մեր հարցումները վաճառողների եւ ծնողների շրջանում ցույց են տալիս, որ հաճելի եռուզեռը ոչ բոլորի դրամապանակին է համապատասխանում։ Համենայն դեպս պարտադիր գնումները, որ պիտի ասենք դպրոցական երեխայի համար ասենք գնվի, մենակ գնումների հաշվով մոտ 60-70 հազար մինիմում պիտի ծախսվի ասենք զգեստներին եւ գրենական պիտույքներին, մինիմում։ Մեկ երեխայի հաշվով, այո։ Ունեմ 2 դպրոցական երեխա, փոխում է 6-րդ, մեկն էլ 2-րդ, 120, 130։ Մի երեխայի կարճ ասած մի երեխայի 60 հազար պետք է, որ ուղարկես դպրոց։ Արցախում դպրոցականներն իրենց դասագրքերը ստանում են անվճար, բայց ահա շուրջ 18 առարկաների համար նախատեսված աշխատանքային, սովորական եւ ստուգական տետրերի համար գումար է ծախսվում։ Սրանց գինը հիմնականում տատանվում է 40-ից 500 դրամի միջև, այսինքն շուրջ 14000 դրամ ծնողը ծախսում է տետրերի վրա, չհաշված գրիչ, քանուն, մատիտ, ալբոմ եւ նման այլ պիտույքները։ Միջինը 5-ից 6000 դրամ էլ կծախսվի երեխայի դպրոցական պայուսակի վրա, չնայած որակյալ պայուսակներն ավելի թանկ արժեն։ Չգիտեմ ուրիշ թե ոնց, բայց մեր մոտ նույն գներն է մնացել, սա ոնց անցած տարի նույնն էլ էս տարվա համեմատ սա նույն գներն է։ Օրինակ, ինչ վերաբերում է տետրերին։ Սկսում է 35 դրամից, վերջանում է 400 դրամից։ Ու մշտական տետրները ոնց դպրոցում որ օգտագործում են, սա գները մաչել է, սա տենը մեկ դուք ինքներդ անցած տարի 2500 դրամից սկսում է, վերջանում է 10000 դրամից։ Նախորդ տարվա համեմատ թանկացումներ կան, գնի տարբերություն կա գնալ։ Այդքան մեծ չեն։ Օրինակ տետրակները սկսում են 40 դրամից մինչև 500 դրամ։ Պայուսակները կան տարբեր գների, ունենք նաև զեղչված պայուսակներ, սկսում են 5000-ից մինչև 15000։ Ծնողը երեխայի համար կգնի գոնե մեկ զույգ կոշիկ, տաբատ կամ շրջազգեստ եւ վերնաշապիկ կից աքսեսուարներով, որոնք միասին կարժենան մոտ 20000 դրամ։ Եթե հաշվի առնենք, որ երեխաներն աճող օրգանիզմ է եւ նախորդ տարվա զգեստները կարող են արդեն փոքրացած լինել, ապա նաեւ փոխնորդ հագուստի կարիք կառաջանա։ Իջնել լրացուցիչ 15-ից 20000 դրամ է։ Այսօր ես գնել եմ ուրեմն պայուսակ եւ գրենական պիտույքներ, դե ասենք միանգամից չի ստացվում, որ լրիվ ասենք ինչ որ պետք է, ինչ որ բան մոռացում, բայց համենայն դեպս օրերի ընթացքում միջև ասենք դպրոց մեկնելու օրը սա միասին արդեն կոմպլեքսավորում է, որ լրիվ պատրաստ լինի երեխան արդեն դպրոց մեկնելու իր ամեն գրենական պիտույքներով, զգեստներով, որ պատրաստ լինի, ասենք հագուստը դե մի մասը գնված է, մի մասը արդեն պետք է դեռ գնվի։ Միջին հաշվարկով ծնողին հարկավոր կլինի 40-ից 60000 դրամ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար, իսկ աշխատավարձերի եւ ընտանիքների ամսական եկամտի պարագայում հասկանալի է, որ նշված գումարը ծանր բեռ է շատ ու շատ ընտանիքների համար։ Հա, օրեցօր տնգում է։ Նախորդ տարվա համեմատ դպրոցական որոշ պարագաներ թանկացել է, նշում են ծնողները, հավելելով, թեև չեն հասցրել գնել պահանջող անհրաժեշտ բոլոր պարագաները, այնուամենայնիվ արդեն կլորիկ գումար են հասցրել ծախսել։ Առևտուրը այդ առումով վերջացրել է արդեն։ Դեռ չէ, շորերը մնում են։ Մնացածը բոլորը Հա, ինչքան գումար է ծախսել։ Մին 100,000։ Հատկապես բարդ է այն ծնողների վիճակը, ովքեր 2 կամ 3 դպրոցահասակ երեխա ունեն։ Վաճառողներն էլ իրենց հերթին մեջ բերում են։ Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ այնքան էլ լավ չեն վաճառում դպրոցական պարագաները, հատկապես հագուստը։ Երևույթը կապում են ոչ այնքան թանկացման հետ։ Գործը լրիվ կեսա դրա полностью։ Ամեսա ունեցած իշպին դանաչում։ Ստիել է, ես օգոստոս այս օրերը խանութեն էլ ստեղծված։ Մենք չկա։ Ամեն սկարի որ պատճառենա վեր ժողովրդին փող չունի։ Այսպիսով դպրոցի ճամփան ոչ միայն դժվար է երկար, այլև տարեստարի դառնում է թանկ շատերի համար։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր։